Քրիստիան։ Արծվիկ Մինասյան, համեցեք։ Պարոն Մանուկյան, Նախ պարտադիր չէ, որ անպայման այս ամբիոններից սուտը կրկնեք անընդհատ եւ այդ սուտը փորձեք ներկայացնել որպես իրականություն։ Պարոն Սիմոնյան, ասում եք ես շրջապերականը տվել եմ, չգիտեմ ումը, չկա այդպիսի բան, բայց մի անգամ հայտարարել եմ, եթե ուզում եք, եկեք ծանոթացեք, որ կարող է դա օգնի ձեզ, որ այդ ստերը հերթական տարածումը չկատարեք։ Ես անկեղծորեն ուզում եմ գոհունակություն հայտնել բոլոր այն պատգամավորներից, ովքեր դաշնակցություն են անդադցիտում։ Դա իսկապես լավ է։ Դա նշանակում է, այո, հենց գաղափարախոսություն, հավատամք եւ ազգային ազատագրական պայքարով նահատակված եւ անկախություն կերտած ուժի մասին երբ որ խոսում եք, արժևորում եք այդ ուժին։ Շնորհակալ եմ դրա համար։ Իհարկե կեղծիքն ու սուտը մի կողմ դրած, բայց անկեղծորեն ես բարձր եմ գնահատում, որ դուք անընդհատ փորձում եք ուսումնասիրել դաշնակցությունը։ Դա շատ լավ բան է։ Բայց մի խորհուրդ. մի վերագրեք դաշնակցությանը բաներ, որոնք չեն եղել, կարևոր չի, դա դրականով է բնութագրվում դաշնակցության, թե բացասական։ Ուղղակի կեղծիք մի արեք, այսքան բան։ Ասեք են ինչ-որ ձեր պատկերացումով, ձեր ուսումնասիրությամբ, ձեր ընկալումով եւ իրականության մեջ այդպես է։ Այստեղից ասում է, ինչի կայսերական պահանջեր, ինչի օրինակ բանը Ուրմիա լիճը եւ այլն չպահանջեցիք։ Լսեք, Հայաստանի առաջին հանրապետությունը, երբ որ կերտվում էր այո ցեղասպանությունից անմիջապես հետո, որպես ցեղասպանության ենթարկված ժողովրդի կամքի հավաքական արտահայտություն եւ նաեւ նույն ժամանակահատվածում Փարիզի խաղաղության կոնֆերանսի շրջանակներում եւ այնուհետեւ Հայաստանի Հանրապետությանը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ներգրավում էին որպես հաղթող կողմի հետ մասնակից երկիր, այն ժամանակ միջազգային, այսօր որ սիրում եք անդադ կրկնել, միջազգայինորեն ճանաչված սահմանը իրավարար վճիռն էր, որ տվեց Վիլսոնը։ Եվ հիմա, երբ որ դուք անընդհատ միջազգայինորեն ճանաչված իրավական սահման արտահայտությունն եք օգտագործում, պարոն Եղոյան, հատկապես դուք, որ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովն եք ղեկավարում, գոնե այդ մասով մի քիչ ավելի խորացեք, ոչ միայն թյուրիմացություններից զերծ մնալու, նաև, չգիտես, էլի կյանք է, հետագայում ստիպված չլինեք ձեզ սրբագրել ձեր ասածները, ասեք, որ ես այն ժամանակ կամ չգիտեի, կամ չէի ծանոթացել, կամ թյուրիմացությունների մեջ էի եւ այլ։ Հիմա անդրադառնամ Նիկոլ Փաշինյանի երեկվա այս ամբիոնից հնչեցրած խոսքին, նախ գոհունակություն եմ հայտնում պարոն Փաշինյանի մտադրության ուղղությամբ եւ այս ամբիոնից կատարված հայտարարությունը առայն, որ առերևույթ պետական դավաճանության հանցագործության հաղորդման շրջանակներում ինքն էլ է հետամուտ լինելու, որպեսզի իրավասու մարմինները պատշաճ քննության առարկա դարձնեն։ Բայց իմ համար զարմանալի էր, որ ինքն այս ամբիոնից ասեց, որ տեղյակ չի։ Ես կարծում եմ, դուք բոլորդ եք տեղյակ, մի քանի անգամ եմ այս ամբիոնից ասել, որ պաշտոնապես ես եւ Հակոբ Մարտիրոսյանը, փաստաբան, ներկայացրել ենք հաղորդում Նիկոլ Փաշինյանի եւ Բարսաշյան մի շարք այլ անձանց կողմից առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասով։ Ասել եմ, ավելին այստեղից հարցել եմ տվել Նիկոլ Փաշինյանին։ Ավելին պաշտոնապես գրություններ եմ ստացել, որ Նիկոլ Փաշինյանը չի հարցաքննվել։ Երեք այս ամբիոնից, երբ որ Նիկոլ Փաշինյանը իր պատրաստակամությունն է հայտնում, ես միայն ողջունում եմ
Եվ այո, հորդորում ենք, որպեսզի իրավասու մարմինները պատշաճ ընթացքավորեն այս ամենը։ Ես ուզում եմ հիշեցնել հետևյալը։ Ուրեմն, երբ մենք ներկայացնում էինք հաղորդումը հանցագործության մասին, Գլխավոր դատախազությունը եւ քննչական մարմինը վերցեցին այդ հաղորդումը, բաժանեցին մասերի եւ ուղարկեցին երկու տարբեր տեղեր։ Երբ որ մենք դատական բողոք բերեցինք, դատարանը ասեց, չէ, անգործություն չի ցուցաբերել դատախազությունը, որովհետեւ կարդում եմ հիմա դատարանի մեջբերում, դատարանի ակտից։ Դատախազությունն ընդունել է այն փաստը, որ ներկայացված դիմումում առկա են կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող տեղեկություններ եւ դրանում նշված հանգամանքների շուրջ բացակայում է նույնիսկ նախնական ստուգում կատարելու անհրաժեշտությունը, ինչի մասին է վկայում այն, որ դատախազը ստացված հաղորդումը ուղարկել է ՀՀԿՑ եւ ԱԱՑ քննչական դեպարտամենտ դիմումում նշված հանգամանքների շուրջ քննություն կատարելու նպատակով, այսինքն դատախազի գործողությունը վկայում է, որ հաղորդում ներկայացած անձինք ըստ էության դարձել են դատավարության մասնակից քրեական գործի շրջանակներում եւ նրանք իրենց կողմից ներկայացված դիմումի քննության ընթացքում կարող են հանդես գալ միջնորդություններով, դիրքորոշումներով կամ այլ կերպ իրացնելով իրենց իրավունքը։ Սա դատարանի կողմից արձանագրված, ընդ որում առաջին ացիան, հետո էլ հաստատված վերաքննիչ դատարան կողմից մեջբերում էր։ Հիմա տեղեկությունը ուղարկել ենք բազմաթիվ գրություններ ԱԱՑ եւ ՀԿՑ-ին ժամանակ։ Պատասխանը եկել, որ ձեր կողմից ներկայացված հաղորդումը մեզ չի հասել։ Երկրորդ, որ Նիկոլ Փաշինյանը չի հարցաքննվել։ Հիմա, երբ որ ես օրինական պահանջ եմ դնում եւ ասում եմ իրավապահ մարմիններ, դուք չեք կատարել ձեր գործողությունները եւ պահանջ եմ դնում քաղաքական մեծամասնության առաջ ու ասում եմ, բադ որ իրավական պետություն ենք ուզում։ Ինչի դուք չեք միանում այս պահանջին, թող քննի։ Բա թող քննի, թող պարզի, թող իրավական գնահատական տա այդ արարքներին, որպեսզի հետո չմեղադրեք, չասեք դուք անպագորգոր հայտարարություններ եք անում, ինչի իրավական ընթաց չեք տվել։ Տվել ենք, ներկայացրել ենք։ Ավելին ասեմ, ես իմ հարցազրույցում ասել եմ, որ շարունակականության մեջ նորից գործողություններ են կատարվել Նիկոլ Փաշինյանի կողմից, որոնք կրկին առերևույթ պետական դավաճանության հատկանիշներ են պարունակում։ Եվ հորդորել եմ, ասել եմ, որ ստեղծեք, այդ խումբը ստեղծեք, քննեք, կներկայացնենք բոլոր փաստերը, որպեսզի ի վերջո մեր հանրությունն էլ տեսնի։ Բայց չի արվում, եւ այստեղից հայտարարություն է կատարվում, ու այդ հայտարարությունը հաստատի, ես ակնկալում եմ, որ ընթացք կտրվի։ Եվ ոչ միայն առերևույթ պետական դավաճանության, նաև առերևույթ սահմանադրական կարգը տապալելու մասով կան կասկածներ, եւ այդ կասկածները կարիք ունեն լրջագույն իրավական գնահատականի։ Ամենավերջին դիտարկումս հպարտորեն հայտարարում եք 4-րդ հանրապետության մասին։ Կարող եք նկարագրել 3-րդ հանրապետությունը, որ դուք հերոսաբար տապալում եք եւ ստեղծում եք 4-րդը, կամ եթե չեք տապալում, դադարեցնում եք դրա գոյությունը։ Եթե դուք 3-րդ հանրապետությունը որպես պետություն ասում եք չկա այլևս, 4-րդն ենք ստեղծում, ժողովուրդ, սա սահմանադրական կարգի տապալման ուղիղ հայտարարություն է։ Դուք հասկանում եք, որ եթե որևէ հանրապետության գոյություն դադարեցնում եք, ստեղծելով նորը, նշանակում է դուք այն հանրապետության, որի սահմանադրության շրջանակներում եկել եք իշխանության, գործել եք այդ հանրապետության դեմ։ Այս ինչ դուք որ օգտագործում եք բառերը, իրավական առումով նախնական մի հատ գոնե ուսումնասիրություն չեք անում։ Ես չեմ ասում գեղագիտական առումով խոսքեր, ես ասում եմ իրավական տեսակետից։ Ձեր հայտարարությունները իսկապես առերևույթ պարունակում են կոնկրետ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության հատկանիշներ ուղղված սահմանադրական կարգի դեմ։
Հայաստանի Հանրապետության։ Այս եւ բազմաթիվ հարցեր հենց իրավական գնահատական տալու տեսակետից կարիք ունեն հենց դատախազության, քննչական մարմինների ակտիվ գործունեության։ Բայց եթե իրավական պետություն եք քարոզում, ինչի՞ չեք միանում, որպեսզի այս մարմինները գտնվեն իրանց դիրքի վրա եւ այս ամենին պատասխան տան։ Վերջում մարտի 1-ի գործով միեդի որոշումը ես խնդրում եմ եւ առաջարկում եմ մի հատ կարտացեք, նոր հայտարարություններ արեք։ Այնտեղ իմ կարծիքով, ես որ նայել եմ, մեծամասամբ մեղադրանք այսօրվա իշխանություններին է, որ չեք կարողացել, չեք կարողանում բացահայտել։ Շնորհակալություն։ Ձեր մեղադրանքը ձեր վրա է։ Ավարտեք։ Ընդմիջում